Երբեմն մարդիկ իրենց կարճ կյանքում հասցնում են այնքան արարել, որ կարծես 100 կյանք են ապրել, միայն թե համեստության քողի ներքո։ Մկրտիչ Թահմազյան անունը համացանցում որոնելու դեպքում արդյունք չի լինի, բայց օրինակ Գուլուլմանի կամ Էռնակ երգերը շատերն անգիր գիտեն, առանց կասկածելու, որ հայտնի մեղեդիների հեղինակը հենց Մկրտիչն է։ Տաղանդավոր հոր թողած վաստակը ծվեն հավաքել ու նրա 88-ամյակին ընթերցողի դատին է հանձնում Հրաչ Թահմազյանը։ Ծնունդից մինչև ստեղծագործական կյանք ու գործունեություն գրքում Մկրտիչն է իրեն բնորոշ անկեղծությամբ։ Գրքի շնորհանդեսին հավաքվել են Մկրտիչի հարազատները, ընկերներն ու պարզապես նրա արվեստը գնահատող մարդիկ։ Հայրս ինքը փոքրուց 15 տարեկանալենում, երբ որ իր հայրը մահանում է։ Ինքը փաստորեն 15 տարեկանից արդեն գալիս է քաղաք, սկսում է աշխատել եւ ընտանիք պահել։ Մի քիչ իր համար դժվար է լինում, ծանր է լինում, բայց ինքը այն տեսակ մարդ էր ի ծնե, որ կյանքի նկատմամբ շատ ներդաշնակ էր։ Ինքը երբեք չէր տրտնջում։ Կյանքը ինչպես որ կար, իր դժվարություններով, իր ամեն ինչով ինքը ընդունում էր որպես կյանք։ Պարսկաստանի Փերիա գավառից Թեհրան, ապա Հայաստան Մկրտիչ Թահմազյանն իր կյանքի ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, բայց միշտ լավատես է մնացել։ Հեղինակը փորձել է ներկայացնել ոչ միայն իր հոր, այլև Գուսան Մկրտչի կյանքն առանց գեղարվեստական չափազանցությունների։ Երբեք ոչ մի անգամ ես իրան չեմ տեսել հուսահատված։ Ոչ մի անգամ։ Այնպես էր ճակատագիրը դարձել, որ իմ հայրիկիս կողմի ընտանիքը, իր եղբայրները, քույրերը, մայրը, հոր եղբայրները, բոլորը 69 թվականին ներգաղթեցին Հայաստան։ Բայց հայրս առաջատար մասնագետ Պարսկաստանում լինելով, շահի հրահանգով այնպես է լինում, որ չեն թողում այս մասնագետը դուրս գա, մենք մնում ենք մինչև 83 թվականին ենք նոր գալիս։ 83 թվականին, որ գալիս ենք, այդքան տարիների բաժանումից հետո մոր հետ բնականաբար շատ լավ ապրումներ ուներ, բայց մայրը 6 ամիս հետո մահանում է։ Հիվանդանոցում մայրը մահանում է, միակ անգամն ա եղել, որ հայրիկիս ես լացելուց եմ տեսել։ Առաջին հայացքից բժշկությունն ու արվեստը միմյանց հետ կապ չունեն, բայց Մկրտիչը հիանալիորեն համատեղել է։ Ինքը առաջինը կազմակերպեց Խրիմյան հայրիկի անվան սաների հուշհավաքներ, որ ամեն տարի դա արդեն պարբերական էր դարել եւ քանի դեռ կային այդ տարեցները, մինչև 91 թվականը, եթե չեմ սխալվում, եւ զուգահեռ դրա հետ ստեղծեց նաեւ Փերիայի ազգագրական երգի պարի համույթը, որը բավականին նա էլ երկար ժամանակ ապրեց եւ բանահավաքությամբ ինչ նյութեր որ հավաքել էր, այդ նյութերը բոլորը չէ, մասամբ բեմականացվեց, նաև խումբը ելույթներ տարբեր տեղերում ունեցավ։ Մկրտիչի քերորդին նրա կյանքի բոլոր մանրամասներն է հիշում, անփոխարինելի ընկեր էր, հայրենասեր ու ազգասեր։ Գեր մարդ էր, նա սովորական մարդ չէր, ամեն ինչում նա առաջինն էր, նա բարձրագույն կրթություն չունենալով հանդերձ ժողովրդական գուսան էր, նա 100-120 երգեր է հորինել միայն, բացի դրանից հարյուրավոր կորած, մոռացված երգեր է նա փնտրել, նոտագրել, նա մի մարդ էր, որ երկու պետություններում մետաղակերամիկական ատամնաբուժությունը Թեհրանում առաջի անգամ ինքը դրեց։ Ստեղծագործելուց բացի Մկրտիչը հիանալի ղեկավարել է նաև Փերիա համույթը, հավաքել ժողովրդական կորսված բանահյուսությունն ու եղել անփոխարինելի ատամնաբույժ նույնիսկ Պարսից շահի համար։ Ռզա շահը ատամները պատրաստելիս է լինում Շվեյցարիայում եւ պրոբլեմա ունենում, ասում են մի հատ մասնակետ ճարեք, որ այդ պրոբլեմը վերացնեն։ Գրում են Շվեյցար, ասում են չէ, շահը պետք է ինքը գա կամ մենք մի ամբողջ լաբորատորիա պետք է տեղափոխենք, որ
այդ գործը կատարենք։ Հյուրերի համար Մկրտիչ Թաղմազյանի Հոբելյանն առիթ է նաև նրա տաղանդավոր թոռնուհու ստեղծագործական ուղին ուսումնասիրելու համար։ Հրաչ Թաղմազյանի միանգամից 2 գրքի շնորհանդեսն է։ Վաղամերիկ Ծովինար Ղազարյանի կյանքն ու կտավները մեկ գրքում են ամփոփված՝ մի խատուտիկի պատմություն։ Ծովինարին ես տեսել եմ առաջին անգամ որպես, ասենք, 10-11 տարեկան երեխա, որը մեր տանը վերանորոգման համար բերած ավազի մեջ կավի կտորներ էր գտնում, որ հետո գնա դրանով կավից ինչ-որ մի արձանիկ բան պատրաստի։ Իսկ հետո Ծովինարի մեծանալը մեր աչքի առաջ էր, որտեղ մենք ընկերություն ենք արել Ռազմիկի և Արմինեի հետ, և բացի դրանից ես մեծ գրադարան ունեմ և ինքը ընկերություն էր անում իմ հետ, բայց ավելի շատ իմ գրադարանի հետ։ Վառ, պայծառ ու կենսուրախ նկարչուհու կարճ ստեղծագործական ուղին այժմ որպես հուշ կմնա սերունդների գրադարանում։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։